Մենք կարող ենք արձանագրել, որ այո, Մայր Հայաստանը հաստատել է իր տեղը քաղաքական դաշտում եւ համապետական ընտրությունների պարագայում եւս կարող ավել լինի կամ ինչքան ավել կլինի, ես չգիտեմ, բայց իր մասնակցությունը եւ տեղը ունենալու։ Ես կզարմանամ, եթե Մայր Հայաստանը հայտ չներկայացնի մասնակցելու 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա կլինի առնվազն շատ տարօրինակ, ինչու եմ դա ասում, որովհետև հայտը ներկայացվել էր Երևանի հավաքանու ընտրություններին եւ պատվով այդ փորձությունը հաղթահարվել էր։ Հիմա շատերը կասեն, դե Երևանը դե այնպես ստացվեց, որ այսպես ստացվեց եւ այլն օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով, բայց Գյումրին եկավ հաստատելու, որ Մայր Հայաստանը հետեւողականորեն քաղաքական օրակարգ է ըստ էության թելադրում, ինչու եմ ասում քաղաքական օրակարգ, որովհետև դուք ինչպես նշեցիք, Գյումրիում մասնակից ուժերը, միավորները տարբեր համակարգերի ներկայացուցիչներ էին, որոնց միավորում էր հիմնականում թաղային այդ կոմպոնենտը, ազգակցական կոմպոնենտը, ավելի շատ ապաքաղաքական կոմպոնենտների շուրջ ստեղծված միավորներ էին, քան քաղաքական։